Անհոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Ինձ համար կյանքը Քրիստոս է եւ ուստի մեռնել այդ կյանքը շահել է նշանակում։ Սիրելի բարեբաց ժողովուրդ, սխալված չենք լինի եթե ասենք, թե այսօր աշխարհում հոգեվոր քարոզությունը չափից ավելի էժան միջոց է դարձել։ Բոլոր նախադիր լինեն դրանք կազմակերպություններ, միություններ, վաճառականական հաստատություններ, մեկը մյուսից առաջ անցնելու մղումով հասկանան կամ չհասկանան, նույնիսկ վախով ուժ են տալիս քարոզչության մեքենային, որը երբեմն համարվում է անկարողություն։ Պողոս առաքյալի նամակներից մեկում հանդիպում ենք հետևյալ տողին, որի մեջ լավը գեղեցիկ ընտրելու համար նա նույնիսկ Աստծուն է դիմում։ Եվ այս աղոթքն եմ անում, թող ձեր սերը ավելի ու ավելի առատանա գիտության եւ ամենայն իմաստության մեջ, որպեսզի դուք լավն ընտրեք, հաստատուն մնաք եւ առանց գայթակղության լինեք Քրիստոսի օրվա համար լցված արդարության պտուղներով։ Պարզ մի նամակ գրողի մոտ չեմ կարծում, որ հանդիպեք անգեղծ ու սրտից բխած հոգով գրված մի այսպիսի արդահայտության ուղղված հարազատին, ընկերոջը կամ նույնիսկ անծանոթին, մանավանդ եթե նկատի ունենանք, որ այսօր գրեթե ամեն բան հիմնված է շահի վրա եւ մարդը կարծես կորցրել է իր արժեքը։ Առաքյալը Փիլիպպեցիների եկեղեցու հավատացյալներին է ուղղում այս տողերը, ուր աղոթում է, որ նրանք ձգտեն գեղեցիկին եւ կարողանան ընտրել լավը։ Ինչ սքանչելի է աղոթել, որ Աստված տվյալ անձի սերը աճեցնի աստվածգիտությամբ ու գեղեցիկի շնորհքով օժտի նրան, որպեսզի նա կարողանա ընտրել լավը։ Ձեզ բոլորիդ համար աղոթում եմ խնդությամբ առաջին օրվանից մինչև այժմ ավետարանին ձեր ունեցած մասնակցության համար։ Կարդացել, լսել կամ գրել ենք ավետարան, ավետարանչություն, ավետարանական բառերը։ Սրանք հաճախ գործածվող բառեր են, սակայն նրանց իմաստը մեր ուշադրությունից դուրս է մնում, երբ չենք հասկանում, թե դրանք ինչ են նշանակում։ Ավետարանել նշանակում է բարի լուր բերել, իսկ ավետարանչություն բարի լուրի քարոզչություն։ Այսօր մենք քրիստոնյաներս, իբրև հավատացյալներ, գրեթե ոչ մի բանի մաս չենք կազմում, որը քրիստոնյա անհատի հիմնական առաքելությունն է։ Այսինքն ճշմարիտ հավատքի մասին իմանալ եւ բացատրել մեկ ուրիշին, քրիստոնեական կյանքի ճշմարտությունները սովորեցնել մեր նմաններին ու մանավանդ վկայել Հիսուս Քրիստոսի մասին։ Այն կետը, որը մեր ժողովրդների քրիստոնեական կյանքի մեծագույն թերությունը կարելի է համարել։ Այս է պատճառը, որ բոլորս էլ զարմանքով լսում ենք, թե զանազան աղանդների հետևորդներ ինչ մոլերանդությամբ են կատարում իրենց քարոզչությունը դռնից դուր ընկնելով։ Ինչու ենք զարմանում։ Պատճառը ինչ է, հարցրել ենք։ Պատասխանը պարզ է, որովհետև մենք իբրև Հայաստանի այդ առաքելական եկեղեցու Սուրբ Ավազանում մկրտված ու դրոշմված զավակներ թերանում ենք մեր քարոզչական գործի մեջ։ Ոչ միայն մեր իմացածը չենք ուզում փոխանցել մեր նմաններին ու մեր զավակներին, այլև չենք փորձում սովորել, իմանալ, թե որն է մեր եկեղեցու ճշմարիտ դավանությունը, ինչու ենք քրիստոնյա, որտեղից ենք գալիս եւ ինչ սքանչելի պատմություն ունենք եւ այլն։ Իմանալով ու հասկանալով արդեն իսկ մենք մեզ ապահովված կլինենք այլ աղանդներին ուշադրություն դարձնելուց ու նրանց անդամները դառնալուց։ Իր նամակում առաքյալ ասում է, թե կաղոթեմ, որ ձեր սերը աճի աստվածգիտությամբ ու կատարյալ դատողությամբ, որպեսզի կարողանաք ընտրել լավին։ Առաքյալ իր նամակում ասում է. ձեզ բոլորիդ համար աղոթում եմ խնդությամբ, առաջին օրվանից մինչև այժմ ավետարանին ձեր ունեցած մասնակցության համար։ Գնահատում է նրանց մասնակցությունը։ Այո, նա գնահատում է նրանց մասնակցությունը իր աշխատանքին, որովհետև Քրիստոսի ճշմարտությունները քարոզելը հավաքական կազմակերպված աշխատանք է պահանջում։ Անցյալում քարոզչությունը միայն առաքյալների գործը չի եղել, ոչ էլ նրանց աշակերտների կամ քահանաների, այլ բոլորի, ամբողջ եկեղեցու։ Եկեղեցու բոլոր անդամները միասնաբար վկայում էին իրենց քրիստոնեական հավատքի մասին, ոմանք իրենց կյանքով, իսկ ուրիշներ իրենց նահատակությամբ։ Իսկ ներկայիս այնպիսի մի վիճակ է ստեղծվել ժողովրդի մեջ, թե քարոզչությունը միայն եկեղեցականի գործն է, որը սխալ մտածում է։ Դա բոլորիս գործն է, հավաքական իմաստով։ Եվ եթե այս մտածումով պարսպապատենք մեր քրիստոնեական հավատքի բերդը
Երբ մեզանից յուրաքանչյուրը վկայի իր քրիստոնեական հավատքի մասին ամեն հարմար առիթով, որ մի աղանդավորը կարող է մոտենալ մեր տներին կամ անցնել նրանց շքամուտքից եւ խաբել ու մոլորեցնել մեր զավակներից մեկին ու մյուսին։ Ահա նոր ժամանակների քրիստոնեական մեր կյանքի մարտահրավերը մասնակցել հայ եկեղեցին զորացնելու գործին քարոզչության եւ բացատրության ճանապարհով։ Եկեք ընդունենք այս մարտահրավերը եւ հավաքական ուժով վկայենք մեր ունեցած հավատքի մասին ամեն հարմար առիթով, սգավորներին տրված մխիթարական այցելությունների եւ կամ ուրախ օրերի անվանագործության տարեդարձների առիթով, որպեսզի այդ բարի աշխատանքի համար արժանանանք Աստծո սիրուն, գութին ու ողորմության, գնահատանքին ու վարձատրության, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։